Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ ծովինար, ժամանակակից վեդայական թվահոգեբանն է։ Այսօր ես մի փոքր խորհրդավոր ատմոսֆերա եմ ստեղծել, բոլորդ տեսնում եք, հայելին և մոմի լույսը։ Ես ցանկանում եմ այսօր մի փոքր խոսել մոգությունից, որը ձեզ կհետաքրքրի եւ կենդանիներից, նշաններից, ինչպես է արարիչ բոլորից հետ խոսում, նշաններ ուղարկում բոլորիս եւ այլն։ Ընդհանրապես հայելիների օգտագործումը հին մշակույթների ժամանակ այդ եգիպտական, հռոմեական, կելտական և ասիական ավանդույթներում օգտագործել են, դրանք տարբեր են, ես կբացատրեմ ձեզ հայելուն որպես երկակի աշխարհի դարպասի խորհրդանիշներից և հայելու հետ կապված, ժողովրդական այդ հավատալիքների հետ կապված, ունեմ ես թեմաներ այս մասին, կոտրված օրինակ հայելու հետ կապված, հայելու վրա ինչ-որ կախարդանքներ, որ արել են հին ժամանակներից հին ավանդույթներում և այլն։ Ընդհանրապես սև կամ մութ հայելիներ կան, որոնք օգտագործվում են մարգարեության հստակեցման և մարդու ենթագիտակցության հետ հենց աշխատանքի համար, օգտագործվում է արծաթե հայելի, այսինքն դա կապ ունի լուսնի էներգիայի հետ, կապ ստեղծելու համար, նրա հետ աշխատելու։ Դրանցից մեկը ես ձեզ ցույց եմ տվել, թե ես ինչպես եմ հայելու մեջ, լուսինը ուրեմն տեսնում և սկսում աշխատել։ Նաև հատուկ կախարդական նշաններով հայելի, որը կարող է պաշտպանել մարդուն չար աչքից և բացասական էներգիայից, օգտագործվում է նաև օբսիդիան քարից, սև, ասում են վուլկանի ապակի, հենց այդպես է պատրաստված հայելին, կախարդները կամ մոգերը դրանք պատվիրում են հատուկ տեղեր, որտեղ որ դա ամենահզոր գործիքն է մութ էներգիաները տեսնելու և չար աչքից պաշտպանվելու համար։ Ընդհանրապես հայելին մոգության գործնական աշխատանքներից մեկն է, ծեսերի մեջ, որոնք կատարում են մոգերը, կախարդները և այլն, ուրեմն պրակտիկները, մարգարեություն և տեսիլքները դա հայելու մեջ ճիշտ տեսնելու նշանները և մեկնաբանությունները դրանք տարբեր են լինում, նայած ինչ ծեսեր են անում, որովհետև հայելիներով կարող ենք օրինակ կատարել ծեսեր պաշտպանական, բայց դա ամեն պրակտիկ պետք է ինքը շատ լավ հասկանա, թե ինչպես դա պետք է նա օգտագործի, օրինակ չար աչքից, խոսքի օրինակ պաշտպանվելու համար կամ հետ ուղարկելու համար։ Նաև հայելիներով լավ մաքրումներ են լինում, թե անձնական, որը մենք կարող ենք մեզ համար մաքրել, թե ընդհանրապես հետևորդը երբ զանգահարում է, նրա հետ ես աշխատում, ինչ-որ էներգիաներ մաքրելու, պաշտպանություններ դնելու համար կամ էներգիան մարդու վերականգնելու, հայելու միջոցով հենց սեփական մարդու էներգիայի կարգավորումը տալով, Ընդհանրապես կոնկրետ զուգահեռ իրականությունների հետ կապը դա հայելու միջոցով շփումն է այլ մակարդակի էակների հետ։ Իհարկե կան այստեղ վտանգներ, բայց դա ամեն մարդու խելքի բան չի, որ ինքը վերցնի, դա օգտագործի, շատ լավ աշխատում է օրինակ ինձ մոտ ջրի և հայելին ինքը ջրի հետ կապ ունի, կրակի հետ։ Ընդհանրապես նաև կան աշխատանքներ, որտեղ մաքրելուց հետո, մաքրումներ կատարելուց հետո դու պետք է հատուկ ծխով, աղով, ջրով դու դա մաքրես, իսկ հայելու հետ աշխատելու ժամանակ ստեղ
բավականին զգոն պետք է լինեն մարդիկ, հա, որպեսզի չնայեն հայելու մեջ, որովհետև մութ ժամանակ դուք կարող եք տեսնել մի բան, որը կարող է ձեզ վախեցնել։ Նաև հայելու մեջ բացված անցքերը փակելու մեթոդներ մենք գիտենք պրակտիկներով, նաև պորտալների մասին այստեղ խոսքը, հա։ Օրինակ, որտեղ դուք պետք չի պահեք հայելին, խոսքի օրինակ, հա, եթե դուք պրակտիկ եք, այնտեղ որտեղ դուք քնում եք կամ ինչ-որ մուտքի դիմաց եւ այլն։ Նաև պետք է դուք լվանակ, հա, դրական ձեր նպատակների համար մաքրեք, օգտագործեք, նաև հայելին պետք է պահեք հատուկ լույսերից, ինչ-որ վնասվածքներից եւ ինչ-որ էներգետիկ աղտոտվածությունից պաշտպանելու համար, հա։ Ընդհանրապես հայելիներն ու նրանց մոգության բնույթը մարդկության պատմության մեջ շուտվանից հանդես է եկել հենց որպես գաղտնիքների դարպաս, հա, ոգիների հետ կապի միջոցի հետ կապված եւ ժամանակի եւ տարածության սահմանները հաղթահարող գործիք է դա։ Ընդհանրապես հին ժամանակներում Եգիպտոսում, հա, հավատացել են, որ հայելիների միջոցով կարող են տեսնել, հենց բայ է կոչվում, այսինքն մարդու հոգին եւ կապ են հաստատել իրենց նախնիների հետ, հա։ Նաեւ ինչու՞ չէ ասում էին, որ հայելին ներսում է պահում մարդուն պատկանող ստվերային հոգին, դա կա է կոչվում։ Տաճարում ընդհանրապես քրմերը օգտագործում էին փայլեցված բրոնզե հայելիներ, տեսած կլինեք, նաև այդպիսի ֆիլմեր կան, աստվածների կամքի նշանները տեսնելու համար, հա։ Իսկ հին Հունաստանում հույները եւ հռոմեացիները ասում էին, որ հավատում էին, որ հայելիները կարող են նաև ցույց տալ մարդու ճակատագիրը։ Դուք բոլորդ գիտեք, որ ես նաև հայելիով կանխատեսում եմ, հա, տեսնելով պայծառատեսության սեանսներով։ Իսկ Դելփյան տաճարում Պյութիան հայելու միջոցով պատմում էին, որ տեսել էին Ապոլոնի պատգամները։ Ընդհանրապես հռոմեացիները հատուկ ծեսերի ժամանակ հենց հայելին միշտ օգտագործել են անցյալն ու ապագան կապելու համար։ Իսկ Չինաստանում պատմում էին, որ չինացիները ընդհանրապես հավատում էին, որ հայելին արտացոլում է ոչ միայն մարդու ֆիզիկական մարմինը, այլև նաև էներգիան, հա, ցի են ասում։ Իսկ Վենչոյում հայելին համարվում է բավականին հզոր գործիք էներգիայի հոսքը այստեղ կարգավորելու համար, հա։ Ընդհանրապես հայելիները հաճախ օգտագործվել են չար ոգիներից պաշտպանվելու համար, կախելով տան մուտքի մոտ, բայց դա սխալ է։ Ընդհանրապես տան մուտքի մոտ ես խորհուրդ ոչ մեկին չեմ տալիս, որովհետև ֆինանսները ձեր կարող է գնալ, որովհետև դուռը բացում փակում եք, հա։ Իսկ կելտական եւ սկանդինավյան ավանդույթներում ընդհանրապես կելտերը հայելին համարել էին մուտք դեպի, հա, աննշմարելի աշխարհ եւ այստեղ հայելին օգտագործվում էր միայն մարգարեության համար, այսինքն Սամհեյնի հլոյումն էլ լսած կլինեք, հա, տոնակատարություններ այսպիսի ժամանակ։ Իսկ նորվեգիացիները հավատացել էին, որ մութ հայելին նաև կարող է բացել դարպաս դեպի Նիվհեյմ, հա, մութ աշխարհը։ Ես շատ վաղուց, երբ ուսումնասիրել եմ նաև միջնադարյան Եվրոպայում, հա, բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիա կար, որ կախարդները եւ ալքեմիկոսները հենց մութ հայելիները օգտագործել են ապագայի նշաններ տեսնելու համար։ Նաև ասում էին, որ մութ հայելին կարող է դառնալ նաև դիվային ուժերի աղբյուր, եթե այն չմաքրենք, հա։ Ընդհանրապես հայելին նաև միջնադարյան Եվրոպայում համարել էին սատանայի աչք, քանի որ նրանք մտածում էին, որ ցույց է տալիս այլ իրականության պատկերներ, հա։ Ընդհանրապես ես մի փոքր կուզեի խոսեի հայելիների տեսակներից, դրանց մոգական բնույթներից, որպեսզի շատ մարդիկ հասկանան։ Օրինակ բաց հայելին, հա, արծաթապատ կամ ապակյա
դրանք կապվում է լուսնի էներգիայի եւ հստակության հետ, իսկ մութ հայելին ինքը սև ապակի նման է, կամ օբսիդիան, կապվում է հատուկ մութ աշխարհների, տեսիլքների եւ կանխատեսումների հետ, նաեւ շատ լավ պաշտպանում է։ Ցրված հայելին դա մոտավորապես բացատրեմ ձեզ, սենց ոնց որ տեսած կլինեք գնելուց, երբ որ ոնց որ սենց կտրտած հավաքված լինի տենց, հա, դրանք օգտագործվում է էներգիան ցրելու եւ չար աչքի հետ ուղարկվելու համար, բայց ընդհանրապես ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա այդպիսի հայելիների մեջ նայեք, ինչու, որովհետեւ հետո էլ ձեր կյանքն եք այդպես հավաքելու կտոր եւ պղնձապատ է լինում կամ ինչ որ ոսկեպատ տեսած կլինեք, դա հատուկ նրա համար է, որպեսզի կապվեն արեգակի եւ տղամարդկային էներգիայի հետ, հա։ Ամենաուժեղը հենց ինքը մութ հայելին է, որը համարվել է բավականին շատ ուժեղ, հա, մոգության մեջ աշխատանքների ծիսակարգերի համար, ինչու, որովհետև դա բացում է ենթագիտակցությունը եւ թույլ է տալիս մուտք գործել մութ էներգետիկ դաշտեր, շատ լավ այդպիսի աշխատանքներ նաև տարվում է օբսիդիանից պատրաստված հայելու հետ, որտեղ ստեղ կարող ավելի ուժեղ լինի, քան օբսիդիանը սերտ կապ ունենա մոլորակի, հա, մագմայի ուժի հետ։ Ընդհանրապես մոգական, հա, կիրառությունը հենց հայելիների հետ կապված տարողությունը ստեղ այն է, որ պետքա ստեղծվի մութ հայելու արժև ամեն ինչ, խոսքի սև մոմ ենք դնում տարբեր բաներ, նայած ինչ աշխատանք է, ինչ ծես է, պետքա ստեղ անպայման կենտրոնացվի, կոնկրետ ինչ հարց եք պահում ձեր մոտ եւ այլը։ Եվ երբ ինչ որ բան տեսնում են, հա, ինչ որ մակերեսուր են կամ չգիտեմ ինչ որ տեսիլքներ, այդպիսի եթե տեսնում են պրակտիկները կամ կրակի միջոցով կամ հայելու, հետևում են իրենց ինտուիցիային եւ ինֆորմացիան ստանալով տալիս։ Իսկ պաշտպանությունը կապված չար աչքի հետ այստեղ պրակտիկների մասին է խոսքը, կարող են դնել հայելին հենց մուտքի դիմաց տան սենյակի, որպեսզի չար աչքը իրանք կարողանան արտացոլեն, հա։ Նաև հայելու հետևի կողմը կարող են օծել յուղով կամ ինչ-որ աղով պաշտպանությունն իրենց ուժեղացնելու համար։ Նաև շատ լավ հետադարձ հարվածներ է ուղարկում հայելին, երբ որ տեղադրում են չար մարդու լուսանկարի դիմաց թարս։ Նաև անվտանգության նպատակով է շատ լավ լինում, երբ այրում են սև մոմ հայելու ուժը ստեղ ակտիվացնելու համար, հա, հատուկ բառեր կա դրա համար ասում են, խոսքի օրինակ, ինչ տվել ես ինձ, ետ եմ վերադարձնում քեզ, եթե նկարը դեմն ա ձեր։ Ընդհանրապես սրանք տարբեր են իմ աշխատանքների մեջ, բայց ընդհանրապես պետք է շատ զգուշ լինել, որովհետև հայելու հետ աշխատող բավականին շատ մարդիկ են մահացել, ովքեր որ ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել մոգության հետ, ընդհանրապես քիթները մտցնելով ամենավտանգավոր այս աշխատանքների հետ։ Ընդհանրապես նաև սև հայելին կարող եմ հետաքրքիր փաստեր բերել ձեզ, հաճախ որ օգտագործվել է ոչ միայն մարգարեության, այլև նաև շամանների կողմից, հա, տեսած կլինեք հոգիների հետ շփման համար, եւ այստեղ արծաթյա հայելին, որը կապվում է լուսնի եւ գիշերային մարգարեությունների հետ, ընդհանրապես հայելու պատկերները չպետք է արտացոլի մահացած մարդուն կամ բաց պատուհան, հա, դա կարող է նաև բացել հատուկ պորտալներ հոգիների աշխարհի հետ կապված։ Ընդհանրապես արարչի ուղերձները հայելու հետ կապված որպես հաղորդիչներ, ինչ կարող եմ ես ասել, հա, ինչպես դուք կարող եք դա զգալ, եթե դուք աշխատել եք հայելու հետ եւ ձեզ ինչ որ նշաններ կարող եք ան, ինչպես օրինակ խոսքի օրինակ առաջի ուղերձները կարող են դրսևորվել այլ կերպ, հա, խոսքի օրինակ թվերի տեսքով ձեզ կարող է 11, 11, 7, 7, 7, sense թվեր կարող է գան,
նշաններ, հայելու մակերեսին կամ հայելու կողքով անցնող լույսերի ինչ-որ միջոցով, հա, կամ կարող է դա լինի պատկերների տեսքով, հայելու մեջ ինչ-որ արտացոլված խորհրդավոր սիմվոլների կամ դեմքերի միջոցով, ձայների տեսքով հայելու կողքին կամ հայելու մակերեսից հնչող ինչ-որ ձայներ կարող եք լսել, դա կարող լինի նաև ցնցումների տեսքով, երբ խոսքի օրինակ հայելին անսպասելի կերպով կարող եք զգալ, որ շարժվում է կամ ինչ-որ ճաք կարա տա, հա։ Իսկ հայելին որպես ինքը աստվածային ուղերձների հաղորդիչ, այստեղ լույսի ներքո հայելին նաև կարող է գործել որպես դարպաս, բացելով կապ արարչի ուղերձների հետ, հա։ Կներեք, ընդհանրապես օբսիդիանից կամ սևապակուց պատրաստված հայելիները ունեն բավականին ուժեղ կապ տիեզերական էներգիայի հետ, տեսած կլինեք, բավականին շատ մարդիկ են աշխատում սև հայելիների հետ, եւ այստեղ հայելու մակերեսին անսպասելիորեն երևացող նշանները կարող է դա մառախուղի պես լինի, լույսի բռնկում լինի, անսպասելի կամ ինչ-որ անկապ կարող եք տեսնել նշաններ, բայց դուք կարող եք չհասկանալ։ Օրինակ բերեմ, խոսքի օրինակ, մարգարեության ժամանակ հայելու մեջ հանկարծակի արկայծում խոսքի կարող է լինի պայծառ լույս, կարող է տեսնեք, դա կարող է նշանակի, որ արարչի էներգիան ուղղորդվում է դեպի ձեզ, հա։ Իսկ եթե հայելու մեջ մշուշոտ դեմք է հայտնվում, դա արդեն կարող է լինի ձեզ պահապան հոգի կամ ինչ-որ հրեշտակ, որը կարող է փորձի ինչ-որ մեսեջ կամ հաղորդագրություն, հա, փոխանցի ձեզ։ Կոնկրետ հստակ նշանները հայելու միջոցով լուսնի հետ կապված կարող են լինել, օրինակ արտացոլանքի փոփոխություններ հենց հայելու մեջ կարող եք տեսնել նորալուսնի կամ լիալուսնի ժամանակ, հայելու մեջ երևացող կիսալուսին կամ շրջան կարող եք տեսնել, դա արդեն նոր հնարավորությունների բացման մասին կարող է ձեզ հաղորդել, լույսի տակ հայելու վրա ջրի պատկեր, նաև կարող եք տեսնել, ինչու չէ, դա կապը ենթագիտակցության և հոսող էներգիաների հետ կապ ունի, նաև կրակի և լույսի նշանների հետ դա կարող է կապ ունենալ, այսինքն հայելու մակերեսի վրա հայտնված խոսքի բոց կամ ինչ-որ լույսի բռնկում, դա արդեն արարչի պաշտպանության ուղերձ է ձեզ համար, կամ կարմիր կամ ոսկեգույն ինչ-որ լույս կարող է նկատեք, դա արդեն խոսում է էներգիայի վերածնունդի և հաղթանակի մասին, նայած ինչ աշխատանք եք տանում, կարող է տեսնեք կապուտ լույս, դա ձեր պահապան հրեշտակի կամ Սուրբ Հոգու ներկայությունն է, նաև ջրերի հետ կարող է, հա, կապված լինի, ջրի կամ խոնավության ինչ-որ նշան, մաքրում կամ վերածնունդի մասին է հուշում, կարող եք տեսնել թափվող կաթիլներ, դա արարչի մաքրող էներգիան է, կամ ինչ-որ անսպասելի ցող կարող է տեսնեք, դա ապագայի մաքրման և պաշտպանվածության մասին է խոսում, ընդհանրապես օդի և հողի նշանների հետ էլ կապված, հա, եթե հայելու մոտ աշխատացնում եք, վառում եք, այստեղ կարա անսպասելի ինչ-որ սառը շունչ լինի հոգևոր էակի ներկայության, կամ պատկերի շարժում, կամ ինչ-որ փոխակերպում ուղերձ ձեր ապագայի հետ, հա, դրա մասին։ Նաև հայելու մեջ կարող է քամու կամ փոշու պատկերներ ձևավորվեն, դա ձեզ կարող է լինի նախազգուշացում, զգուշացում, կեղծ ինչ-որ մարդկանց հետ կապված, որպեսզի դուք ուշադիր լինեք։ Նաև ուղերձներից մեկը կարող է լինի եռաստիճան, հա, այսինքն տեսողական ինչ-որ նշաններ, պատկերներ, լույսեր օրինակ բերեմ, ծաղկաման կամ ինչ-որ խավարի տեսարաններ, զգացողություններ կամ կարող է լինի ձեզ մոտ ջերմության, ցրտի հետ կապված կամ ձեր սիրտը կարող է արագ զարկի, կամ ինչ-որ ներքին հանգստություն կարող է ձեզ մոտ բերի, կարող է լսեք խոսքեր, ձայներ, հա, երբ հայելու միջոցով լսում ես ինչ-որ բառեր կամ խորհրդավոր հնչյուններ, օրինակ բերեմ, եթե խոսքի օրինակ հայելու մեջ կարմիր լույս եք տեսնում, դա կարող է լինի արարչի կողմից զգուշացում կամ միշտ դուք չպետք է շտապեք ինչ-որ որոշումների մեջ,
Եթե հայելու մեջ կամ սպիտակ լույս է տեսնում հայտնվում է, դա կարող է նաև լինել ձեզ պաշտպանության նշան, ձեր պահապան հրեշտակից, մեսեջ։ Իսկ եթե հայելու մեջ թռչուն, այսպիսի պատկերներ կարող եք տեսնել, դա արդեն կարող է խոսել այն մասին, որ ազատության կամ ինչ-որ նոր հնարավորությունների մասին է ձեզ հաղորդում։ Ընդհանրապես, նայեք ինչն է հետաքրքիր, որ դուք պետքա, եթե պրակտիկ եք, հետևեք տարբեր նշանների, հասկանալու հենց այդ ուղերձների համատեքստը, այնինչ ես ներկայացրի, դա նաև կարող է լինի 11 թվերով, 3, որը հստակ կարող է լինի ձեր համար եւ կարևոր։ Նաև ինչն է հետաքրքիր, որ ուրեմն նայեք, կենդանիների հետ էլ կարող է դա կապված լինի, Հայելին ինքը որպես դարպաս հենց կենդանիների ուղերձի համար էլ է կարևոր, խոսքի օրինակ կատուները դա որպես կախարդական պահապաններ կարող են լինել, շները որպես պաշտպաններ եւ մեզ ուղեկցողներ, թռչունները որպես երկնային ինֆորմացիա մեզ հաղորդողներ, կոնկրետ նշանների բացատրություն կամ ինչ-որ մեկնաբանում, Ինչն է հետաքրքիր, որ հայելին որպես դարպաս, կենդանիների ուղերձների համար, այստեղ հայելին ինքը կարող է արտացոլի կենդանիների վարքագիծը մեզ ցույց տալով արարչի ուղերձները, Խոսքի օրինակ, երբ կատուն կամ շունը նայում են հայելու մեջ եւ այստեղ կարող է ինչ-որ անսպասելի ռեակցիա ունենան, խոսքի օրինակ, մռնչան, փախչեն կամ հայելու մոտ պարկ են, դա կարող է նշանակել, որ հոգևոր ուղերձ կամ էներգիա է փոխանցվում։ Իսկ թռչունների հայելու նկատմամբ հետաքրքրություն այստեղ, երբ թռչունը կարողացեցի պատուհանին կամ թռչի պատուհանի մոտ, դա կարող է լինի հստակ նշան կապված առաջիկա օրերի ինչ-որ իրադարձությունների կամ զգուշացումների հետ, նայած ինչ թռչուն է։ Խոսքի օրինակ, եթե կատուն հայելու մեջ նայում է երկար կամ անշարժ, դա կարող է նշանակի, որ հոգևոր ուղերձ է գալիս։ Իսկ եթե շունը հաչում է հայելու մոտ, դա արդեն կարող է լինի պաշտպանական ինչ-որ ձեզ համար ազդանշան, իսկ եթե թռչունը նայում է պատուհանից ներս կամ կտուցով թակում է ձեր տան լուսամուտի ապակին, դա կարող է լինի կամ առաջնորդության կամ իհարկե հանդերձյալ աշխարհի հետ կապված զգուշացում կամ այլ զգուշացումներ ձեզ համար։ Իսկ ընդհանրապես կատուները որպես կախարդական պահապաններ դարեր շարունակ ընդհանրապես համարվել են կախարդության խորհրդանիշները կապված լուսնի եւ առեղծվածի հետ, Ինչու, որովհետեւ կատուները բավականին զգայուն են հոգևոր դաշտի նկատմամբ եւ հաճախ կարող են տեսնել էներգիաներ ու ինչ-որ էակների, որոնք նաև անտեսանելի են որոշ մարդկանց համար։ Սև կատուն ինքը պաշտպանության եւ մաքրության նշան է, բայց երբեմն կարող է զգուշացում լինել մարդուն։ Նաև ինչու՞ չէ, հաջողության նշան է։ Սպիտակ կատուն էլ կարող է լինել հաջողության եւ լուսավոր էներգիայի նշան, կարմիրը դե բնական է, սիրո կրքի հետ կապ ունի։ Խոսքի օրինակ, եթե կատուն քնում է ձեր մահճակալին մոտ, դա արդեն կարող է նշանակել, որ կատուն կարող է կլանել ձեր բացասական էներգիան եւ պաշտպանել ձեզ, Իսկ եթե ձեր կատուն, չգիտես որտեղ երկար ժամանակ ապրում էր ձեր հետ, դուրս է գալիս, հեռանում է երկար ժամանակ եւ չի վերադառնում, դա արդեն կարող է նշանակի, որ նա վերցրել է ձեր տան եւ ձեր կամ բացասական էներգիան կամ հիվանդությունը տարել իր հետ։ Օրինակ բերեմ, եթե կատուն հանկարծակի հարձակվում է հայելու վրա, դա կարող է նշանակի, որ բացասական հոգի կամ ինչ-որ էակ անցնում ձեր հայելու միջով, Կամ եթե կատուն պառկում է հայելու առջև, դա արդեն նշանակում է, որ նա փակում է այդ էներգետիկ պորտալները։ Իսկ շները որպես պաշտպաններ եւ ուղեկցողներ, այստեղ բնական է, որ կապված են արեգակի եւ հողի էներգիայի հետ, եւ այստեղ նրանք կարող են հանդես գալ որպես մեզ համար
պաշտպաններ, ուղեկիցներ եւ այլը, հա, որովհետեւ ինչու, որովհետեւ շները հաճախ կարող են զգալ էներգետիկ փոփոխությունները մեր մոտ կամ ինչ որ իրադարձության, նախքան դրանք ֆիզիկապես որ կարող են տեղի ունենալ, հա։ Եվ նայեք ինչն է հետաքրքիր իրենց նշաններից, որ շունը եթե տեսնում եք հաճում է դատարկ ինչ որ սենյակի մեջ, դա կարող է ինքը ձեզ ցույց տա, որ ինչ որ հոգևոր ներկայություն կա։ Իսկ եթե հանգիստ պարկում է ձեր ոտքերի մոտ, դա նշանակում է, որ դուք գտնվում եք պաշտպանության տակ։ Իսկ եթե անընդհատ քայլում է նույն տեղով, դա արդեն կարող է նշանակել, որ ինչ որ էներգետիկ խանգարում կամ բացասական ազդեցություն կա, տեսնում եք ինչպես է վառվում մոմի կրակը։ Իսկ եթե մռնչում է կամ ինչ որ հայելու մեջ է, կամ դեպի հայելին նայելով, դա արդեն նշանակում է, որ ինչ որ ոգի կամ էներգիա է արտացոլվում, ինքը դա տեսնում է։ Եթե շունը սկսում է հաչալ հայելու մեջ, դա կարող է նշանակի, որ ինչ որ էակ փորձում է անցնել, հա, միջով, իսկ եթե շունը նայում է հայելու մեջ եւ սկսում է վնգստալ, դա արդեն նշանակում է, որ ինչ որ բան է զգուշացնում ձեզ, որը բավականին ուժեղ բանի հետ կապ ունի։ Իսկ թռչունները որպես երկնային ձեզ մեսեջ ուղարկողն են, որոնցից մեկը ես այսօր ցույց տվեցի ագրավների հետ կապված, խոսքի օրինակ բավական խելացի թռչուններ են եւ բավական շատ հետաքրքիր ինֆորմացիաներ են տալիս։ Ինչու, որովհետև նրանք համարվում են բոլոր թռչունները ուղերձների բերման սիմվոլներ տարբեր, որովհետև դրանք կապված են երկնքի եւ հողի միջև կապի հետ, հա։ Ընդհանրապես թռչունների տեսքով ուղերձները հաճախ կարող են կապված լինել փոփոխության, մարդու կյանքի, ազատության եւ ինչ որ զգուշացումների եւ հանդերձյալ աշխարհի հետ։ Այդ օրինակներից մեկը ես վաղուց բերել եմ արծիվներ, որը կապ ուներ հաղթանակի եւ պաշտպանության եւ մարդու առաջնորդության, հա, նշանի հետ, աղավնին ինքը խաղաղության եւ օրհնության հետ կապ ունի, սիրո հետ կապ ունի, իսկ եթե միայնակ է, դա նշանակում է, որ դուք, եթե ամուսնացած եք, միայնակ եք մնալու։ Սրա մասին ես ունեմ բավական լեկցիաներ, կարող եք դիտել, ինքը կաչաղակը կարող է զգուշացնել կեղծ ինչ որ ընկերոջ կամ խաբեբայի մասին, նաեւ կարող է հուշել, պետք է նայեք, թե պոչը որ կողմն է ցույց տալիս, հա, եւ այդ իր ձայները հանում նալոգովի հետ նաեւ կապ ունի։ Իսկ եթե թռչունը թակում է ձեր պատուհանը, դա կարող է նշանակի, որ հոգևոր ուղերձ է մոտենում ձեզ, նաեւ փետուրը, եթե գտնում եք, նայած, եթե սև եք գտնում, դա այնքան էլ լավ իրադարձությունների մասին չի խոսում, եթե սովորական մարդիկ եք իհարկե։ Իսկ եթե սպիտակն եք գտնում, դա ձեզ նվեր է, դուք պետք է շնորհակալություն հայտնեք ձեր պահապան հրեշտակից։ Օրինակ բերեմ, եթե թռչունը թռչում է պատուհանից ներս, դա նշանակում է, որ փոփոխություններ են սպասվում եւ այստեղ ներս երբ գալիս է, նստում է սեղանի վրա կամ կուխնյայում, դա մահի հետ է կապված։ Եթե աղավնին է թռչում, դա նշանակում է խաղաղություն եւ հաջողություն, բայց շատ ժամանակ աղավնիները բերում են ոչ այնքան լավ իրադարձություններ, ինչպես համաձինկաները։ Եթե կաչաղակ է հայտնվում, ստեղ դուք զգուշ պետք է լինեք դավաճանություններից կամ նալոգովի հետ կապված խնդիրներից։ Ահա, էլ ինչի մասին եմ ուզում խոսել, ուզում եմ նաև խոսել ձեզ հետ, նայեք ինչից, ընդհանրապես կատուների կապը բոլորս գիտենք, լուսնի հետ է կապված, նրանք էլ են կոչվում էներգիայի պահապաններ, իսկ ինչպես կարող են ընդհանրապես կատուները արձագանքել հենց էներգետիկ անցումները հայելի միջոցներով, ընդհանրապես ես այդ մասին ձեզ բացատրեցի, բայց պատմություն կարող եմ ես ձեզ ասել մի փոքր իմ պրակտիկայից։ Ես ունեի մի հատ հետաքրքիր անձնավորություն, ով ինձ պատմում էր, որ կապված կատուների հետ, հայելիների հետ, որ աղջիկ է ինձ պատմողը, որ իր կատուն գիշեր անընդհատ հարվածել է հայելու վրա եւ հաջորդ օրը նա բացահայտել է, որ ինչ որ մեկը փորձել է մուտք գործի իրեն տուն։ Իսկ շների հետ կապված
նրանք պաշտպաններ են, եթե խոսքի օրինակ շունը սկսում է հաչալ դատարկ սենյակում, ասեցի ձեզ, այն էլ հայելու առջև, այստեղ կարող է նշանակել, որ նա զգում է ինչ-որ էներգետիկ փոփոխություն կամ նույնիսկ անցում դեպի այլ իրականություն, հա։ Շների պահարով էլ բավականին եղե, ուրեմն օրինակներ, թռչունների եւ այլը, ես հենց կբացատրեմ ձեզ, որպեսզի դուք հասկանաք, հա։ Լինում է, որ շունը անընդհատ կարող է հաճա հենց հայելու վրա գիշերվա կեսին եւ երբ մոտեցել է հայելուն մետ այնտեղ բավականին սառը շունչ է զգացել, նաեւ այսպիսի օրինակ կարող եմ բերել եւ թռչունների հետ կապված եթե խոսքի օրինակ թռչունը թակում է պատուհան, դա նշանա որ ձեզ, որ դիեզերքը փորձում է ձեզ ինչ-որ բան ասել, իսկ եթե թռչունը թռչում է դեպի տուն, դա կարող է նշանակել միգուցե հանդերձյալ աշխարհի հետ կապված ինչ-որ նորություններ, ֆինանսների, նայած, հա, ինչպես, նաև գիտեք ինչն է վատ, երբ որ կապ չունի թե ինչ թռչուն է, եթե ծխնելույզն է մտնում եւ սատկում է, սա էլ լավ չի, էլի հիվանդության ծանր եւ մահի մասին է խոսում։ Մի օր ինձ պատմել են, որ նաև կաչաղակը, որը թակել է պատուհանը, ամեն առավոտ մեկ շաբաթ անց այդ մարդու կյանքում անսպասելի փոփոխություն է եղել եւ նա բավականին նոր ինչու՞ չէ նաեւ լավ հա իրադարձություններ են եղել դա նոր առաջարկ է եղել ինչ որ իր աշխատանքի հետ կապված եթե կատուն կամ շունը հանգիստ մնում են ծեսերի ժամանակ դա բավականին լավ է իսկ եթե անհանգիստ են դա նշանակում է որ ինչ որ մաքրման ծես դուք պետք է անեք հա ահա ինչն է հետաքրքիր, որ նայեք, ինչ հետաքրքիր բան կա, էլի կենդանիների հետ կապված, շատ մարդիկ չեն հասկանում, որ կենդանիների բնածն ուրիշ է, հա, ունեն էքստրասենսոր ինչ-որ խորքային հատկություններ կապված էներգիայի կամ տիեզերքի հետ։ Ընդհանրապես կենդանիները, հատկապես կատուները, շները, թռչունները հաճախ կարող են դառնալ նաև առաջից ուղարկվող, հա, նշանների կրողներ, որովհետև նրանք ավելին են տեսնում, քան մենք կարող ենք զգալ այդ էներգետիկ հոսքերը, ինչ զգում են իրենք ինչը մարդկային գիտակցությունը հաճախ կարող է անտեսի, ուշադիր չլինի եւ այլ Ընդհանրապես կենդանիները, հատկապես կատուները կարող են արձագանքել հայելիներին, թե ինչպես են դա, հա, դրանք դառնում հզոր ինչ-որ մոգական գործիքներ բացահայտելու անտեսանելի աշխարհը։ Ընդհանրապես կատուների մոգության խորհրդավորության խորհրդանիշը եղել է դեռ հին ժամանակներից, եթե շատ մարդիկ չգիտեն, հին Եգիպտոսում կատուները համարվել էին սուրբ կենդանիներ, հա, կապված Բաստետ Աստվածուհու հետ, ով պաշտպանել էր տունը չար ոգիներից եւ բացասական էներգիաներից, նաև մայրության հետ է մեծ կապ ունեցել եւ պտղաբերության։ Ընդհանրապես կատուների զգայությունը հատուկ նշանակություն է ունեցել հատկապես հայելիների հետ կապված, որովհետև հայելիները համարվել են դարպաս դեպի այլ իրականություն, հա։ Իսկ երբ կատուն նստում է հայելու դիմաց ու երկար նայում իր արտացոլանքին, դա նաև կարող է նշանակել, որ նա կարող է տեսնել էներգետիկ անցում մի դուր դեպի այլ աշխարհ, հա, բայց այստեղ սակայն ամեն ինչ այնքան էլ པարզ չի, որովհետև կատուները միայն չեն տեսնում էներգիան, հա, այլև նաև իրանք շատ ուժեղ զգում են, թե ով կամ ինչ կարող է լինել այդ էներգիա կրողը։ Կատուն ինքը նաև կապ ունի, ինչպես ասեցի, լուսնի էներգիայի հետ, որովհետև այդ կապը բավականին ուժեղ է, նաև գայլը ունի լուսնի հետ, ոչ թե լուսնի, այլ լիալուսնի հետ բավականին մեծ ուժ։ Տեսել եք, թե շները եւ կատուները ինչպես են ոռնում լիալուսնի ժամանակ եւ ինչն է հետաքրքիր, որ ուրեմն կատուների կապը ավելի ուժեղ է, հատկապես այստեղ մութ գիշերներին, հա, երբ լույսը ընկնում է հենց հայելու վրա։ Ես ինչու եմ ասում, որ կատուները վամպիրներ են, ես կարծում եմ հասկանում եք, որովհետև կատուները իրենք գիշերը չեն քնում։
Երբ դուք կարող տեսնեք, որ ձեր կատուն խոսքի օրինակ գիշերը երկար նայում է հայելու մեջ, հատկապես լիալուսնի ժամանակ, հա, դա ինչ կարա նշանակի, որ կատուն ընկալում է էներգետիկ հոսքը, լուսնի եւ հայելու էներգիան միախառնված կարող է լինեն, այստեղ կարող է բացվի էներգետիկ դարպաս։ Իսկ կատուն կարող է մաքրի այն տունը, որտեղ որ դուք ապրում եք, հենց բացասական էներգիան, հատկապես երբ դրանք կարող են սկսել քսվել հայելու կամ սենյակի անկյուններին, հա, այսինքն դա կարող է նշանակի, որ նրանք կարող են վերականգնել այդ տան էներգետիկ բալանսը։ Կար մի հետաքրքիր հաճախորդ, ով պատմում էր ինձ, որ իր կատուն հետաքրքիր անուն ուներ, Միլա, ասելով, որ գիշեր անընդհատ նստում էր հայելու դիմաց ու նայում էր հայելու արտացոլանքին, սկզբում չի տվել ինչ-որ մեծ նշանակություն, սակայն մի օր պատմում է, որ կես գիշերին նրա այդ կատուն սկսել է ինչ-որ գրգռվել, ցատկել հայելու վրա, բայց երբ որ մոտեցել է, տեսել է, որ հայելու հետևում կարծես ինչ-որ սև ստվեր է եղել, հա, իսկ հաջորդ առավոտ իմացել է, որ իր գործնական ընկերները փորձել են խաբել իրեն, ստորագրելով ինչ-որ գործարք, որը հանգեցրել է բավականին իր համար մեծ կորուստների։ Ստեղից ինչ կարամ ես ասեմ, որ կատուն զգացել է այդ վտանգը, հա, էներգետիկ մակարդակում եւ փորձել է հասկացնի, որպեսի կանխի այդ աղետը, հա։ Խոսքի օրինակ, եթե կատուն փախչում է հայելու կամ նայում է անհանգիստ հայելու մեջ, դուք պետք է վերցնեք մաքուր սպիտակ ինչ-որ կտոր եւ ծածկեք ձեր հայելին, կամ վառեք սպիտակում մաքրության համար հատուկ բառեր ասելով, հա, կապված մաքրումների հետ։ Ընդհանրապես կատունների հետ կապված կարող ովքեր պահում են, ձեր պահապաններն են եւ նրանք կարող են տեսնել այն, ինչը դուք չեք տեսնում, հա։ Նույնն էլ շներն են, ես ձեզ նաև կարող եմ շներից մի փոքր ասել, շատ մարդիկ չեն հասկանում, որ շներն ունեն նաև անեծք, եթե վնաս են տալիս, կապված դա չբերության հետ, եթե դուք ունեք, խոսքի վնասել եք շանը, եւ դուք ունեք տանը երեխաներ կամ այդ երեխաները մեծ են, խոսքի օրինակ իրանք են վնասել կամ տարել եք կլիպս են ասում, ինչ են ասում, հա, որ կպցնում են, որպեսի հետագայում ընդհատել եք, որպեսի չհեղիանա վիրահատելով, այդ դեպքում, եթե դուք աղջիկ երեխա ունեք, 100% իմացեք, որ ձեր երեխան կարող է չհեղիանա հետագայում, որովհետև նրանք ունեն անեծք, բավականին դեպքեր կա, ինձ դիմել են եւ ես կարծում եմ մինչև իրենց շունը մինչև վերջ չապրի իր մահը, հա, չլինի, չվերջանա այդ անձը հետագայում չի հեղիանա, որովհետև դա հեշտ չի այդպիսի գործերը վերցնել, կատարել, ամեն մարդ չի, մոք չի, որ դա կարող է աշխատացնի ճիշտ, որ համ շանը վնաս չլինի, համ երիտասարդ օրորդին։ Նույն հիվանդությունների հետ կապված, երբ շներին վնաս են տալիս, բավականին հիվանդություններ կարող է տրվի այդ մարդկանց ընտանիքին եւ լետալնի իսխոդով, հա, ոչ այնքան հաճելի իրադարձություններով, ստեղ վարիանտ չկա ապրել։ Նույնը շները, գիտեք ինչ կա, եթե խոսքի օրինակ դուք չգիտես որտեղից երբեք շուն չեք պահել, կարող է սիրեք, հա, բայց չգիտես որտեղից տուն եք գալիս, մեկ էլ տեսնում եք 3 կանգար կարող է լինի, 2 կանգար կարող է լինի, ձեր հետևից ինչ-որ շուն է գալիս։ Դա հենց այնպես չի, ուրեմն դուք պետք է ուժեղացնեք ձեր պաշտպանությունը եւ վերցնեք այդ շանը պահեք։ Դա հենց արարիչը այդ մասին է խոսում, որ դուք պետք է այդ շանը վերցնեք, նրան կերակրեք, նրան պահեք, որպեսզի ձեր կյանք ինչ-որ նոր փոփոխություններ գան եւ դուք պաշտպանված լինեք։ Հենց պաշտպանության մասին է խոսում։ Հետագայում, եթե ավելի խորը կցանկանաք, սիրելի հետևորդներ, այս թեմաներից խոսել, որովհետև ես գիտեմ, որ կցանկանաք, ինքը բավականին խորը թեմա է, այս կենդանիների հետ կապված, մենք կարող ենք նաև թեմա
լեկցիա նորից կարող եմ ես այսպես խորհրդավոր նորից կազմակերպել եւ բավականին խորը այս թեմաներից, նշաններից կապված դիեզերքի, հա, կենթանիների թվանշանների մասին խոսել։ Շների հետ կապված նաև չմոռանանք, որ նաև շները կարող են տանել ձեր հիվանդությունը, փորձելով ձեզ ազատել ծանր հիվանդություններից։ Շատ ժամանակ նաև հնարավոր է լինում, որ եւ կատուները եւ շները, հա, այնքան ծանր կարող է լինի հիվանդությունը, որ նրանք անգամ կարող է մահանան, բայց լրիվ չտանելով ձեր այդ ծանր հիվանդությունները եւ դա նրանց կարող է վնաս լինի ավելի շատ։ Նկատած կլինեք, նաև լինում է դեպքեր, որտեղ որ նաև շունը տարբեր ձևով է, հա, արտահայտում նշանները։ Խոսքի օրինակ, երբ որ ձեր կյանքում կա ինչ-որ մեկը, նորա հայտնվե եւ կարող է հետագայում հարաբերությունները տանի ամուսնության, բայց դուք զգում եք, որ ձեր շունը խոսքի օրինակ կծում է ձեր պարտնյորին, տղամարդու մասին է խոսքը, դա նշանակում է, որ դուք ճիշտ կանեք, որ այդ կապը խզեք ձեր պարտնյորի հետ, որովհետև շատ հետագայում շատ դժվար կլինի ձեզ այդ պարտնյորի ձեր ամուսնու հետագա, հա, հետ կապը խզել, որովհետև այդ անձը կարող է ձեզ հետագայում ծեծել, ջարդել եւ դուք բավականին դժբախտ կարող է լինեք այդ անձի հետ եւ դա հեշտ չի լինի հետագայում, որպեսզի դուք կարողանաք ազատվել այդ անձից։ Շունկենթանիները բավականին հասկացող են եւ շատ լավ զգուշացումներ են միշտ անում, որպեսզի մարդիկ հասկանան, նաև դա շատ մարդիկ ես գիտեմ 100%, որ դա չեն էլ հասկացել, չգիտեին, ամենայն դեպս ես ինչքան գիտելիք ունեմ, իմ գիտելիքները ձեզ ներկայացնում եմ, տեղեկացնում եմ, որպեսզի շատ մարդիկ հասկանան։ Այսքանով ուզում եմ ավարտել, իմ սիրելի հետևորդներ, իմ այսօրվա աշխատանքը կապված հայելիների, մոգության, կենթանիների, թռչունների հետ կապված այս հետաքրքիր լեկցիան եւ կարծում եմ ձեզ համար բավականին հետաքրքիր կլինի, որպեսզի դուք տեղյակ լինեք եւ շատ հարցի պատասխաններ նաեւ դուք կարող եք ստանալ։ Իսկ եթե կունենաք հարցեր կապված պայծառատեսության տարբեր տեսակի կանխատեսումների հետ կապված, թվագիտության կանխատեսումների հետ կապված տարբեր ֆինանսային ակտիվացումների եւ այլն, խնդրեմ կարող եք դիմել ինձ իմ WhatsApp-ի, Telegram-ի եւ Messenger-ի, իմ Facebook-յան հարթակների կոնտակտներով +374 93 40 45 37 կոնտակտային տվյալն է, որտեղ կարող եք թողնել ինձ ձայնային հաղորդագրություն, թե իմ կոնսուլտացիաներից որ հարցի հետ է կապված ձեր խնդիրները։ Այսօր այսքանը, իմ սիրելի հետևորդներ, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ Իննարա Գրիգորյանն էր, տարոլոգ եւ կներեք վեդայական թվահոգեբան եւ մոգ։ Այսօր այսքանը, ցտեսություն։